Ինչի։ Ինչու համար չեք վստահում Ես կողմից հենց այսօրվա Հայ Սարգսյանի ելույթի հիման վրա, քանի որ ասում ծառայություն արդեն արել եմ կողմում, այսինքն մեկ ամիս ծառայող դուք 20 միլիոն վճարեք կամ 6 ամիս 17, այդ որքանով չի, ընդունում եմ, բայց դրանից հետո պիտի մտցնենք որպեսի նման մարդիկ, ովքեր որ վճարում են ծառայելու համար, ոչ մի պաշտոն իրավունք չունեն զբաղեցնելու, ոչ մի պաշտոն, թեկուզ եւ բաժնի վարիչ, թեկուզ եւ քարտով, ոչ մի բան, բացի բանվորությունից։ Այդպես որոշումն է ուշան։ Այսինքն ժամանակ հարուստի տղան է գնար ծառայույթա, ոչ թե սոր մենակ աղքատներ պիտի ծառայեն, իրանք էլ վայել են։ Իսկ դա ի՞նչ է նշանակում, որ իրանք փորձել են բանակը սարքեն հարուստի աղքատի համատեքստում։ Ես կրկնեցի, ասացի, եթե անում են, ուրեմն տվյալ անձը ով որ ազատվելու է բանակից, ինքը չպիտի իրավունք ունենա պաշտոն վարելու, թեկուզ բաժնի վարիչ, թեկուզ գյուղական խորհրդի նախագահ, թեկուզ քննչական բաժնի պետ, ավական իրավունք չունի, բացի բանվորությունից։ Ինչպես եք տեսնում Հայաստանը նման իրավիճակից դուրս գալու ելքերը։ Այսինքն այստեղ ելքերը լավ բան չեն տեսնում, աստորեն իրավիճակը։ Այս դեպքում ո՞րն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտականությունը, որպեսզի ինքը նպաստի, որ Հայաստանը դուրս գա այս վատ վիճակից, ինչ պետք է անի քաղաքացին։ Արդեն ասեցին, պետք է վստահություն հայտնենք կառավարությանը։ Ուրիշ ոչ մի բան, որպեսզի թե չէ, այսպիսի որոշումներ անիմաստ է, ճիշտ որոշում չեն կայացնում, մելի հարուստ մնալու հարուստ, դատախազ երեխան ազատվել 20 միլիոն լիրա համար ինչ է, բերեն նորից դատախազ։